Հանրային ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 69,6% և Հայ առաքելական եկեղեցին 65,3% ցուցանիշով։ Սրանք Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի 2023 թվականից իրականացրած պարբերական սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն են։ Հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը Արարի և միջազգային այլ կառույցների հետազոտությունների արդյունքներն ամփոփել է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին արդի փոխակերպումների պայմաններում խորագրով ժողովածուում։ Ժողովածուն լույս է տեսել Մայրաթորի Թամար և Վաչե Մանուկյան մատենադարանի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հեղինակային խմբագրմամբ և նախաձեռնությամբ։ Մեր անձնական նախաձեռնությունն էր հասկանալու համար, թե ինչ մարտահրավերներ են այսօր կանգնած հայ եկեղեցու և հայ ժողովրդի առջև, ինչպիսի փոխակերպումներ են տեղի ունենում այսօր աշխարհում և Հայաստանում և Հայաստանից դուրս, և այս փոխակերպումները, մարտահրավերները, սպառնալիքները ինչպես են ընկալվում եկեղեցու կողմից և եկեղեցին ինչպես է այս մարտահրավերներին դիմագրավում և չեզոքացնում այն վտանգները, որ սպառնում են եկեղեցուն և մեր հայրենիքին։ Ահա այս մտածումներն էին, որ ինձ ստիպեցին կապվելու տարբեր մասնագետների հետ, պատմաբաններ, բանասերներ, լրագրողներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ։ Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն իր հոդվածում վերլուծել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ վստահության զարգացումը։ Հետազոտություններից մեկում հարց է հնչել, որքանով կարևոր է եկեղեցին կրոնը ձեր առօրյա կյանքում, և մոտ 91%-ը նշել է, որ շատ կարևոր է եկեղեցին, բայց խոսենք նաև որոշակի ոչ ուրախեցնող գործոնի մասին, օրինակ հարց է հնչել, որքանով հաճախ եք պահում, հետևելով ձեր կրոնական ավանդույթներին և պահանջմունքներին, 82%-ը ասել է երբեք պահք չեմ պահել։ Այսինքն ամեն դեպքում հոգևոր վստահությունը, եկեղեցու նկատմամբ գոհունակությունը միշտ չի, որ արտահայտվում է նաև հոգևոր կյանքով առօրյա ապրելուն, պահք պահելուն։ Սոցիոլոգիական հարցման ընթացքում ուսումնասիրվել է մարդկանց վերաբերմունքը կրոնական ինքնության, հոգևոր կարգապահության, ինչպես նաև եկեղեցական կառույցների գործունեությունից բավարարված լինելու վերաբերյալ։ Կատարվել է նաև 2019-ից 2025 թվականներին եկեղեցու նկատմամբ հանրային վստահության ցուցանիշների փոփոխությունների վերլուծություն։ 21,4%-ն է նշել, որ ինքը երբեք չի մասնակցում, բայց մոտարապես 80%-ը, 78%-ը նշում է, որ այս կամ այն պարբերականությամբ հազվադեպ կամ հաճախ ինքը մասնակցում է կրոնական արարողություններին, պատարագներին, և եթե ամփոփելու լինենք, հետազոտության հիմնական ասելիքը այն է, որ հասարակական ընկալումներում եկեղեցին ունի շատ բարձր վստահություն, ունի շատ մեծ գոհունակություն, այդուհանդերձ դեռ զգալի անելիք կա հասարակության շրջանում հոգևոր ակտիվությունը, հոգևոր պրակտիկ կյանքում, առօրյայում հոգևոր գործունեությունը ընդլայնելու տեսանկյունից։ Հետազոտությունը հիմնված է հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Gallup International ասոցիացիայի անդամ MPG ընկերության և Արար հիմնադրամի տվյալների վրա։ Հետազոտությունների արդյունքներն ըստ սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի ցույց են տալիս, որ եկեղեցին հանրության կողմից ընկալվում է ոչ միայն որպես կրոնական, այլև որպես հասարակական համախմբման կարևոր ինստիտուտ։ Հատկանշական է, որ եկեղեցին այսօր երիտասարդների շրջանում վայելում է մինչև 83% վստահություն։ Արմեն Խաչիկյանը նշում է նաև, որ հանրության վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ սոցիալ-քաղաքական ցնցումների ընթացքում փոխվում է։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավը վնասել է եկեղեցու հեղինակությանը, սոցիոլոգը նշում է. Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը հանրային ընկալումներում չի վատացել վերջին տարիների ընթացքում, չի նվազել գոհունակությունը, անկախ իրականացված թե տարբեր հակաեկեղեցական արշավների, թե որոշ հոգևորականների նկատմամբ բամբասանքների, քննադատությունների, տարբեր ասոկոսների վրա։ Արվեստագիտության թեկնածու Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այս թեմայի առնչությամբ իր հոդվածում գրում է, որ իշխանության եկեղեցու հանդեպ թշնամական վերաբերմունքը հակառակ արձագանքն է առաջացրել և շատերի մեջ հետաքրքրություն է արթնացրել նաև հոգևոր կյանքի նկատմամբ։
Սա ըստ խմբագրի նպաստավոր պահ է եկեղեցու հասարակական հիմքերն ամրապնդելու համար։ Հայկական Սփյուռքը նույնպես պահպանում է քրիստոնեական ինքնությունը, առաջին հերթին Սփյուռքի հայկական համայնքներում գործող եկեղեցիների շնորհիվ։ 2022 թվականին իրականացված Սփյուռքի հարցման տվյալների համաձայն ԱՄՆ-ում բնակվող հայերի շուրջ 80%-ն իրեն նույնականացնում է հայ առաքելական եկեղեցու հետ։ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն իր հոդվածում նույնպես եկեղեցու վարկանիշին է անդրադառնում։ Եկեղեցու վարկանիշն անկում է ապրել 2019 թվականին, ամենայն հավանականությամբ կապված հեղափոխության տրամադրությունների եւ այդ տրամադրությունները խթանող տեղեկատվական դաշտի հետ։ Եկեղեցու հանրային վարկանիշը 2019 թվականին գրանցված 34%-ից բարձրացել է 79%-ի վերջին 2 տարվա ընթացքում։ Հատկապես 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախօրեին հոդվածագիրը գրում է. Եկեղեցին ունեցել է Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր մարմիններին զգալիորեն գերազանցող վարկանիշ։ Հայ առաքելական եկեղեցու եւ հոգեվորականության կարիքները հոգեվորականների պատկերացումներում խորագրով հոդվածում սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը հետազոտել է մասնավորապես հայ առաքելական եկեղեցու եւ հոգեվորականության կարիքները։ Առաջի անգամ ես կարծում եմ մեր իրականության մեջ եւ առհասարակ եկեղեցի հասարակություն այդ երկխոսության դաշտում սա առաջի կամ քչաթիվ հետազոտություններից է աշխարհում եւ դուրս բերվեցին մի շարք խնդիրներ, որոնք որ մեր հոգեվորականները տեսնում են եւ եկեղեցում եւ մեր հասարակության մեջ եւ Սփյուռքում։ Այդ խնդիրները չեն կրում որևէ քաղաքական բնույթ, քաղաքականացում այստեղ չկա։ Այստեղ կա մշտապես զարգանալու խնդիր, որի առումով այո, մենք տեսնում ենք առաջարկներ մեր հոգեվորականությունից, որոնք որևէ գաղտնիք չեն եւ բաց են եւ շատ կոնստրուկտիվ են, բայց ամբողջացվել են այս հոդվածում եւ շատ օգտակար կլինեն, ես համոզված եմ եւ եկեղեցուն եւ մեր հասարակությանը, եթե այն ընթերցի այս նյութը եւ եզրակացությունները, որովհետեւ հարցեր եւ հարցադրումներ կան, որոնք վերաբերում են մեզ յուրաքանչյուրիս։ Մենք ինքներս պիտի լինենք փոքր-ինչ մեղմ ասած ավելի բարոյական։ Հարցաթերթային հարցումներն իրականացվել են 2024 եւ 2025 թվականներին տարբեր թեմերում ծառայող հոգեվորականների հետ։ Հարցաթերթը լրացրել է 123 հոգեվորական, 64-ը Հայաստանից, 59-ը Սփյուռքից։ Հարցերը վերաբերել են թեմի տնտեսական կարիքներին, եկեղեցի համայնք հարաբերություններին, հանրային վստահության հարցերին, արձանագրելու թե ինչ ակնկալիքներ ունի հոգեվորականությունը հասարակությունից։ Ուզում է այն, ինչ երևի մենք ինքներս պիտի գիտակցեինք եւ տայինք, մասնավորապես օրինակ ավելի մեծ համագործակցություն տարբեր մասնագետների եւ հոգեվորականության միջեւ։ Օրինակ հոգեվորականների եւ հոգեբանների, սոցիալական աշխատողների, սոցիոլոգների համագործակցություն, մանկավարժների համագործակցություն, որովհետև խոցելի խմբերը շատ հաճախ նույնն են եւ հոգեվորականի համար, եւ հոգեբանի համար։ Եվ այո, հոգեվորականությունը գտնում է, որ պետք է ավելի շատ համագործակցի, ավելի շատ լինի օրինակ դպրոցներում, բուհական հաստատություններում, ավելի շատ աշխատի, շփվի եւ Երևա նաեւ հանրային վայրերում։ Բայց տեսեք կա ավանդույթ, որ հոգեվորականին շատ հաճախ տեսնում ենք եկեղեցում եւ ոչ թե փողոցներում։ Եվ այո, սա այն խնդիրն է, որը գիտակցվում է եւ հոգեվորականության կողմից եւ մեր հասարակության պահանջմունքների մեջ կա ամեն օր տեսնել հոգեվորականներին, ամեն օր եւ ամենուր տեսնել եւ շփվել եւ խնդիրներ քննարկել եւ չսահմանափակվել միայն համայնքով, թեմով, եկեղեցու տարածքով։ Ժողովածուում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման խնդրին։ Արմինե Տիգրանյանն իր հոդվածում քննում է 2020-ից 26 թվականներին Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումն ու բռնայուրացումը։ Հայկական եկեղեցիների, խաչքարերի նպատակաուղղված ոչնչացումը ներկայացնելով որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն։
Միջազգային հանրությունը բազմիցս արձագանքել է հանձին Եվրոպական խորհրդարանի, որը աշխարհի ժողովրդավարության երկրորդ կառույցն է եւ շուրջ 490 միլիոն մարդու ձայն է ներկայացնում։ Եվրոպական խորհրդարանը 2020 թվականից մինչ այսօր 14 բանաձև է ընդունել, որտեղ դատապարտել է Ադրբեջանին տարբեր պատերազմական հանցանքների, հումանիտար ճգնաժամ ստեղծելու, բռնի տեղահանության, էթնիկ զտումների, հուշարձանները ոչնչացնելու, վանդալիզմի գործողություններ իրականացնելու համար։ Բացի դա մենք նաև ունենք Հագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, որն ի դեպ նախադեպային է։ Այսինքն Հագայի ամենակարևոր արդարադատության միջազգային դատարանը մինչ օրս երբեք հուշարձանների ոչնչացումը չէր կապել ռասայական խտրականության հետ։ Եվ սա առաջին դեպքն է ամբողջ աշխարհում, երբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմքով քննվել է Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական եկեղեցիների եւ խաչքարերի ոչնչացումը, եւ այս գործընթացը համարվել է ռասայական ատելության հիմքով։ Պատմաբանն արձանագրում է, որ միջազգային կոնվենցիաները մատնանշող Ադրբեջանը միջազգային լռության պայմաններում ամենաշատն է խախտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված կոնվենցիաներն ու միջազգային պայմանագրերը։ Հուշարձանների պահպանության քաղաքական եւ տարածքային պատասխանատվությունը կրում է այն պետությունը, որի տարածքում գտնվում է տվյալ հուշարձանը։ Եվ միջազգային իրավունքը այս կոնտեքստում եւս մեզ տալիս է շատ կարեւոր մի արձանագրում, որ ոչ մի պետություն իրավունք չունի ոչնչացնելու ոչ իր, ոչ այլ պետության տարածքում գտնվող հուշարձանը։ Եվ խնդիրը ոչ միայն չոչնչացմանն է վերաբերում, այլև պահպանության պատասխանատվությանը, որովհետև ցանկացած պետություն ստորագրելով եւ կողմ դառնալով միջազգային պայմանագրերին պատասխանատու է պաշտպանել մշակութային հուշարձանները անկախ դրանց ծագումից, կրոնական պատկանելիությունից եւ նշանակությունից։ Ժողովածուում տեղ գտած 16 հոդվածները հետազոտահեն են, տվյալներով հագեցած եւ համակողմանի։ Մեզ հաջողվել է խուսափել թե անքննադատ փառաբանումից, թե միակողմանի մերժողականությունից, ասում է ժողովածուի պատրաստման նախաձեռնող Տեր Արարատ Քահանա Պողոսյանը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։